կապ չունի շաբաթը քանի անգամ ես մսով ճաշ ուտում։ Եթե ապրում ես այդպիսի ամբարիկարգ միջավայրում, ուրեմն աղքատ ես։ Ուզում ես օրը 6 անգամ մսով ճաշ կեր։ Եթե տեղ ես այդ միջավայրում ես ապրում, ուրեմն աղքատ ես։ Ուրեմն բարեկեցությունը քեզնից հեռու է այնքան, ինչքան Պլուտոնը արևից։ Կարելի է շաբաթը ոչ մի անգամ մսով ճաշ չուտել ու լինել շատ ավելի բարեկեցիկ համայնքում ունենալով կամ թաղամասում, լավ դպրոց, մանկապարտեզ, բարեկարգված փողոց ու զբոսայգի, բարեկարգ ու լուսավոր փողոց եւ այլն եւ այսպես շարունակ։ Ինչ խոսք, մարդը չի կարող ապրել առանց հացի եւ առանց հացի հնարավոր չի ապրել, հացի կարևորությունը ոչ ոք չի կարող թերագնահատել։ Իսկ կան արդյոք Հայաստանում ընտանիքներ, ովքեր հաց չունեն հենց հիմա, հենց այսօր։ Ցավոք կան։ Ինչ անենք ուրեմն։ Միթե մենք կարող ենք անտարբեր լինել այդ մարդկանց նկատմամբ։ Չենք կարող։ Եկեք ուրեմն գնանք եւ հաց տանք նրանց։ Այսօր տվեցինք հացը։ Տանք այսօր հացը։ Վաղը գնանք տեսնենք, թե ինչա փոխվել նրանց կյանքում։ Կտեսնենք մի բան, որ վաղը նույնպես նրանք չունեն այդ հացը։ Մենք վաղն էլ չենք կարող անտարբեր լինել։ Վաղը եկեք նորից տանենք հաց տանք նրանց։ Երրորդ օրը եկեք գնանք տեսնենք, ինչ փոխվեց նրանց կյանքում։ Կտեսնենք, որ նրանք կրկին հաց չունեն։ Երրորդ օրը նույնպես չենք կարող անտարբեր լինել նրանց վիճակի նկատմամբ։ Երրորդ օրը նույնպես տանենք հաց տանք։ Չորրորդ օրը գնանք տեսնենք, թե ինչ վիճակում են նրանք։ Կտեսնենք, որ նրանք էլի հաց չունեն։ Նույնը կկրկնվի 5-րդ օրը, 6-րդ օրը, առաջին ամիսը, 6-րդ ամիսը, առաջին տարին, 6-րդ տարին, 10-րդ տարին, եւ սա երևում է նաեւ պաշտոնական վիճակագրության։ Ավելի քան 10,000 ընտանիք Հայաստանում, 10 եւ ավելի տարի անապահովության նպաստ են ստանում Հայաստանում։